մեկ ձայնը կարևոր չէ, բայց մենք պետք է հասկանանք, որ հենց այս նարատիվը հարվածում է ժողովրդավարությանը։ Սա հոգեբանական ճնշում է, սեփական ձայնը արժեզրկելու, հանրային անտարբերություն տարածելու առումով, ասում է Կանաչ խորհուրդների դաշնության էկոակտիվիստական շարժման անդամ Արսեն Արսենյանը։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մեդիադաշտում եւ հանրային խոսույթում լայնորեն շրջանառվում են տարատեսակ նարատիվներ, որի նպատակը մարդկանց հույզերի, ապա նաև վարքագծի վրա ազդելն է։ Երբ այդ խոսույթները գերիշխող են դառնում, մարդիկ դժվարանում են տարբերել ճիշտն ու սխալը, կամ հիասթափվում են, կամ կորցնում ճիշտ որոշումներ կայացնելու ունակությունը։ Կես նարատիվը միտումնավոր ստեղծված կամ մանիպուլյատիվ պատմություն է, որտեղ փորձում են ժողովրդին դա մատուցել որպես իրականություն, այնինչ դա փաստերից կտրված եւ խեղաթյուրված պատմություն է։ Տարածվում են քաղաքացիների համար կարևորագույն որոշումներ կայացնելու օրերին, ինչպիսիք են օրինակ ընտրությունները։ Կանաչ խորհուրդների դաշնության էկոակտիվիստական շարժման անդամ Աննա Հովսեփյանի խոսքով Հրազդան եւ Ծաղկաձոր համայնքներում ակտիվորեն շրջանառվում են բժշկական ապահովագրության, թոշակների կրճատման եւ սոցիալական ծրագրերի դադարեցման վերաբերյալ նարատիվներ։ Կեղծ նարատիվները եւ ապատեղեկատվությունը գրեթե նույնն է, ինչ Հայաստանի մյուս մարզերում։ Մարդկանց մոտ անհանգստություն է եւ այդ խոսակցությունը շատ են պատկերում, որ ընտրություններից հետո կարող են համընդհանուր բժշկական ապահովագրությունը վերանալ, թոշակները ինչքանով բարձրացան են նույնքանով իջնել եւ այդ սոցիալական ծրագրերը այլևս չգործեն։ Ասում են, եթե ընտրվի իշխանությունը, ապա այս լայնածավալ շինարարությունը եւ պետական ծրագրերը կամ դանդաղելու են, կամ դադարելու, ելնելով այն կանխավարկածից, որ այս ծրագրերն արվում են նրա համար, որ իշխանությունները վերընտրվեն։ Հակառակ կողմն էլ ասում է, օրինակ, եթե ընտրվի ընդդիմությունը, այս լայնածավալ ծրագրերի սպառ կդադարեն եւ նրանք սկսեն անել իրենց ծրագրերը։ Մենք պետք է հասկանանք, որ երկուսն էլ տարածում են սխալ նարատիվներ։ Ինչպես գիտենք, կեղծ նարատիվը դա իրականության խեղաթյուրված տեսակն է եւ կեղծ նարատիվներից խուսափելու համար ցանկացած տեղեկություն լսելիս, կարդալիս անպայման պետք է հողում տանք տեղեկության աղբյուրին հասկանալու համար, որ պաշտոնական կայքում է տեղադրվել այդ տեղեկությունը եւ չսահմանափակվենք միայն մեկ աղբյուրի ստուգմամբ, այսինքն մի քանի աղբյուրներում ստուգենք, որպեսզի համոզվենք տեղեկության ճշգրտության մեջ։ Հիմնականում նրանում է, որ ընդրական կամպանիաների ժամանակ կուսակցությունները ճիշտ չեն ներկայացնում իրանց ծրագիրը, պետք է ներկայացնեն ծրագիրը, կանոնադրությունը ինչ ձևի հասնեն այդ ծրագրերի կատարմանը, որովհետեւ ժողովուրդը կարողանա ճիշտ կողմնորոշում կատարել ընտրությունների ժամանակ։ Այս պահին սխալ ինֆորմացիաներ շատ ալնում, ժողովուրդը չի կարող կողմնորոշել, որտեղ կատարի ճիշտ ընտրություն։ Դրա համար ծրագիրը պետք է ներկայացվի եւ ծրագիրը բացատրեն, թե ինչ ձևի հասնեն այդ ծրագրի հաղթանակին, վերջնական վճռին, որովհետեւ արդար ընտրություններ գնա։ Կոչ եմ անում քաղաքացիներին չտրվել կեղծ նարատիվներին եւ ապատեղեկատվությանը, անպայման գնացեք եւ մասնակցեք ընտրություններին։ Կարևորեք ձեր մեկ ձայնը, որովհետեւ հենց այդպես են կառուցում ժողովրդավարության հիմքերը։ Կեղծ նարատիվներ, ապատեղեկատվություն կամ ընտրախախտումներ լսելու դեպքում մենք անպայման այն հանրայնացնելու ենք։ Նմանատիպ լուրեր լսելու դեպքում անպայման դիմել քաղաքացու ձայնը մեդիա հարթակին։ Քաղաքացու ձայնը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից։